նևրոզների այդ 1/3-ի այդ նևրոզների մոտավորապես 80-85% դեպքերում առաջանում են այս կամ այն խանգարումները, մանավանդ սեռական խանգարումները շատ հաճախ են հանդիպում եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Հիմա նևրոզը, ասենք նևրոզը ինչից է առաջանում։ Շատ հեղինակներ, շատ բժիշկներ, այդ թվում եւ հոգեթերապևտներ, եւ նևրոպաթոլոգները, եւ հոգեբուժները, եւ ոչ բժիշկները, հոգեբանները նևրոզի առաջացման պատճառը տարբեր պատճառներ են բերում նևրոզի առաջացումը։ Սկսած Ֆրեյդի տեսությունից, վերջացած շատ տեսություններով, ես չեմ ուզում մտնել այդ տեսությունների մեջ, պետք է չի, ես ներկայացնում եմ մի տեսություն, շատ գիտական տեսություն, որը ընդունված էր եւ սովետի ժամանակ եւ ոչ միայն այնտեղ սովետի մասին չի իհարկե խոսքը, ուրեմն նևրոզը հիմնականում առաջանում է ստրեսներից հետո։ Մարդը տարավ մի հատ լավ ստրես, կարող է առաջանալ այդ անձնավորության մոտ նևրոզ։ Եվ ստրեսը ինչ է անում, առաջացան մեխանիզմը, ես ձեզ ասեմ, ուղեղի ինչ որ մի հատվածում առաջանում է այսպես կոչված դոմինանտ գերակշռող բացասական կենտրոն, որը որ անընդհատ բացասական ազդակներ է ուղարկում մարմնի տարբեր մասերին, տարբեր օրգաններին, տարբեր օրգան համակարգերին։ Ուրեմն համ սիրտը վատ կաշխատի, կարող է արիթմիաներ լինի, ճշմարտ տատանումներ կլինեն, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ են լինում, թոքային ոնց որ շունչը չերիկի, ոնց որ չկարողանա շնչել, ոնց որ կամուկ, ինչ որ քարը դրած այս մասում կոկորտում, այսպիսի երևույթներ կարող են լինել, բացի դրանից, ուրեմն գրգռված վիճակ է լինում այդ մարդկանց մոտ, առաջանում է վախի զգացողություն, այս կամ այն բաներից, ինչ որ բաներից կարող են վախենալ, քնի խանգարումներ շատ հաճախ կարող են առաջանալ, ասեցինք սեռական խանգարումներ կարող են առաջանալ, առաջանում է ուրեմն այս ամենը կարող են բերել եւ ընտանեկան կոնֆլիկտների, կարող են բերել, գիտեք ինչ, շատ հաճախ ինձ հարցնում են, ասում են նևրոզից մարդ կմեռնի, թե չի մեռնի, մեկ եւ երկրորդ հարցն են տալիս, նևրոզից մարդիկ գժվում են, հոգեկան հիվանդ կդառնան, թե չէ, ուրեմն այդ երկու հարցը շատ հաճախ են տալիս, ասենք ոչ մեռնում է մարդը նևրոզից, ոչ էլ հոգեկան հիվանդանում։ Պարզապես նևրոզը վատացնում է կյանքի որակը, որ ինձ հարցնեք, ես նևրոզ անգամ հիվանդություն չեմ ուղղում։ Դա տանջանք է, տանջվում են եւ հիվանդները, հիվանդ ասենք այդ մարդիկ, հիվանդ բառը ես այդքան չեմ սիրում, եւ հիվանդի կամ այդ մարդկանց շրջապատի անձնավորություններն են ընտանիքում, ընտանիքի անդամներն են տանջվում, ընկերուհիներ են եւ այլն, եւ տանջում են նաեւ բժիշկները։ Չեք պատկերացնում ինչքան տանջալի է նևրոզով հիվանդի հետ գործ ունենալը, նևրոզով այդ մարդու հետ գործ ունենալը։ Նևրոզը 3 տեսակ է լինում. նևրաստենիա, հիստերիկ նևրոզ կամ հիստերիա եւ կպչուն մտքերի, կպչուն շարժումների կամ վախի նևրոզ։ Հիմա խոսենք, եթե մեր այսօրվա թեմայի անունը վախի նևրոզն է, հա, խոսենք վախի նևրոզի մասին, թե կուզենաք հիստերիկների ու բանի մասին խոսենք, նևրաստենիայի մասին։ Ավելի շատ հանդիպում է նևրաստենիան, ավելի հաճախ է հանդիպում նևրաստենիան, եթե հաճախականությամբ հաշվենք ստատիստիկայով վիճակագրությամբ։ Երկրորդ տեղում երևի հիստերիկ նևրոզն է, հիստերիան, եւ երրորդ տեղում դա վախի կամ կպչուն մտքերի կամ կպչուն շարժումների նևրոզն է։ Եթե մենք խոսում ենք վախի նևրոզի ժամանակ, վախի նևրոզի մասին, ինչ կլինի կարող է լինել նրանց մոտ։ Ընդհանուր թուլություն, շուտ հուզվել, շուտ հոգներ, էլի այդ ընդհանուր երևույթները, գլխապտույտներ, գլխացավեր կարող են առաջանալ։ Վախի նևրոզի ժամանակ շատ հաճախ ես սեռականից սկսեմ, հետո անցնեմ մյուսներին, շատ հաճախ կարող են առաջանալ սեռական խանգարումներ։ Հիմնականում իջնում է լիբիդոն, սեռական ցանկությունը եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Պատկերացրեք, տագնապալի վիճակ, վախի զգացողություն, այդ մարդու
սեռական ցանկություն կունենա, չէ, իհարկե։ Սեռականը կարծես երկրորդ պլան կմտնի։ Վախի տեսակները շատ են, շատ, մոտավորապես 900 քանի տեսակ վախ են հաշվել, 900 քանի տեսակ, 970, ասենք, մոտ 1000 տեսակ վախեր են ունեն, բայց հիմնականում այդ վախերը, մի 10-15 տեսակ այդ վախերը ավելի հաճախ, ավելի շատ են հանդիպում, դա վախ մենակությունից, վախ հիվանդություններից, վախ կեղտոտությունից, վախ բարձությունից, վախ ուրեմն փակ տարածությունից, վախ բաց տարածություններից, վախ վարակվելուց, առաջ կար սիֆիլոֆոբիա, հիմա ասում են սպիդոֆոբիա, վախ ինֆարկտից, անընդհատ մարդը վախենում է ինֆարկտից կարող է, օրինակ ես հիվանդ եմ ունեցել, որ իմ մոտ բուժվում էր, նորմալ, բուժվեց, նորմալ, հետո մի քանի ամիս անցավ, պոլիկլինիկայում նստած է, բայց ինձնից մի քիչ հեռու, գնաց եկա այնտեղ նստած է, ասում եմ ինչ ես եկել, ես գիտեմ ինչի համար եկել, թե բարեկամ ունեմ, բերել եմ, ես ինչ բժշկի մոտ, գնաց եկա մի օր, 2 օր, 3 օր, նորից նստած է, ասի եկավ կաբինետ, ասում եմ, ինչ եղավ քեզ, դու քեզ շատ հանգիստ ես զգում, որ պոլիկլինիկայում ես, գիտես, որ հանկարծ մի բան եղավ, բժիշկդ կողք տա, մնացած բժիշկները կան, կօգնեն քեզ, ասում եմ, բժիշկ ջան, ոնց էլ իմացար, որ այդպես է, դե ասի ուրեմն երկրորդ կուրս բուժումներ եմ ես քեզ նշանակում, որ այդ վախի զգացողությունը վերանա, այդ տագնապի վիճակը վերանա, դա ահավոր բան, շատ ահավոր վախի զգացողությունը կամ լինում են կպչուն շարժումներ, դա վախի նևրոզի մեջ է մտնում, կպչուն շարժումներ, երբեմն աչքերն են թարթում, անընդհատ պարանոցը վիզն են քորում, կամ ոտքն են շարժում, կամ ինչ-որ միմիկան են շարժում, կամ այդ նույն կպչուն մտքերի, կպչուն շարժումների, նևրոզների մեջ է մտնում նաև ենթադրենք փողոցով գնում եք, սկսում եք հաշվել մեքենաների գույները կամ մեքենաների համարները կամ հարկերի բարձրությունը են հաշվում չէ, կամ դա մի քիչ ավելի ֆիզիոլոգիական է, կամ ենթադրենք առավոտ լսեցիք ինչ-որ մի երաժշտություն, անընդհատ ուղեղի մեջ այդ երաժշտությունը պտտվում է, բայց որոշ ժամանակ անց անկախ մարդուց մեկ էլ տեսար անհայտացավ։ Դա այդ ֆիզիոլոգիական վախերը կարող են լինել եւ ֆիզիոլոգիական, եւ պաթոլոգիական։ Եթե նևրոզն է, ուրեմն պաթոլոգիական վախ է, եթե նևրոզը չի ֆիզիոլոգիական, եղավ անցավ գնաց, բայց եթե անընդհատ կպչուն մտքեր առաջացավ, այ մոտ մի ուրեմն իրավաբան էր բուժվում, այդ տղայի մոտ վախի զգացողություն կար բաց տարածություններից, նա չէր կարողանում, հրապարակ նա չէր կարողանում մտնել հրապարակով անցնել, տնից նա չէր կարողանում դուրս գալ, հեռախոսը տնում էր ականջին, ես ասում էի հիպնոթերապիա, վնուշենիա, որ կամաց դուրը բացում էր, դուրս էր գալիս, հենց դուրս էր գալիս, նստում էր իր մեքենան, արդեն փակ տարածություն է, չէ, շատ լավ էր զգում իրան, գալիս էր, հասնում էր պոլիկլինիկայի մոտ, էլի չէր կարողանում մեքենայից դուրս գալ, պատկերացնում եք, ու մոտ մի 3-4 ամիս տևեց, մինչև կարողացան կամաց աստիճանաբար այդ վախից զգացողությունը նրա մոտից անել։